Բարև ձեզ բարեկամներ, ավարտվում է աշխատանքային ևս մեկ շաբաթ եւ իհարկե այն այսօր Փակ TV-ի նշանավորվում է մի շատ կարևոր իրադարձությունով։ Պատկերացնում եք, այսօր ձեզ սպասում է հերթական անակնկալ հանդիպումը։ Չեք էլ կարող պատկերացնել, թե ով է մեր տաղավարը։ Մեր լավ, հին ու շատ հարազատ բարեկամը իրավապաշտպան Մարինա Պողոսյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, ես շատ վաղուց չեմ եղել այս տաղավարում, բաց TV-ում եմ եղել, Փակում չեմ եղել, բայց Փակը ավելի է։ Փակը հասկացար, փաստեր, անակնկալներ, կարճիչներ, եւ դա ավելի գայթակղիչ է։ Ձեր բոլոր հետևորդներին ձեր Փակ TV-ի, ուրախ եմ, որ հրավիրեցիք, շնորհակալ եմ։ Մարինա, մենք քեզ շատ սիրում ենք, դու մի մոռացի։ Էս այն դեպքն է, երբ որ սերը փոխադարձա։ Լավ, տես, փաստորեն մենք ամեն օր հայտնվում ենք այնպիսի իրավիճակում, ասում եմ, այդքան ցավալի չէր լինի, այդքան ծիծաղելի չլիներ։ Լավ, այս խառնաճին վիճակից ինչպես կարելի է դուրս գալ, ինչ որ ելքեր տեսնում ես, ինչու մենք հայտնվեցինք այսպիսի իրավիճակում։ Մի բան հարցնեմ, իսկ ով է ուզում դուրս գա։ Ով, իսկ մարդիկ կա, որ ուզում են դուրս գալ։ Եթե մարդիկ ուզում են լավ տեղավորվել են։ Նայեք, ասեմ, եթե մարդիկ ուզում են դուրս գալ բազմոցի վրա, տունը պարկած են, որ լավ հացը կերել են, վրայից ջերմուկը խմել են, պարկում են մի հատ կոմենտ գրելով ուզում են դուրս գան այս վիճակից, տենց չի լինում։ Դա մեկ։ Չի լինում։ Այսինքն մեկնաբանություն գրելով մարդիկ այս վիճակից չեն կարող դուրս գալ։ Ես կարծում եմ, որ շատերը շատ կոմֆորտ զոնայում են իրականում։ Կամ ասենք տենց որոշել են, որ հիմնականում ինչ խոսած տակը դաս են տալիս։ Գնացեք սենց արեք։ Արի, արա։ Փոխանակ դաս տաս։ Այս երկրում, ով որ գրում են այս երկիր, ես ջնջում եմ, որտեվ երբ որ ասում են այս երկիր, մեր կործանումը տեղից է սկսում, սա այս երկիր չի, սա մեր երկիրն է։ Եթե դու չունես սեփականատիրոջ զգացում, այս երկրում, մեր երկրում Եթե մարդ ունի սեփականատիրոջ զգացում ասի մեր երկրում, ուրեմն ինքը բազմոցից կվերկանա եւ կանի այն ինչ որ ինքը անընդհատ խորհուրդ է տալիս որ ուրիշները անեն այդ երկուս։ Եվ հայտնվել ենք այս վիճակում, այս այլ երրորդը ասեմ, մեր կամոք։ Մեր թողտվությամբ։ Մենք ենք թույլ տվել։ Որևէ մեկը թող չասի ինձ, որ մի մարդ կարող է գա ու ապականի այս ամեն ինչը։ Չէ, չի լինում։ Մենք գիտենք մի ճանճի ու մի այդ տակառա բոճկա սպասի պատմությունը բան, բայց դա կարելի է վերցնել, գցել։ Եվ հետո գոնե նոր սպաս էփել։ Բայց հիմա բոլորը այդ բոճկայի կողքը կանգնած, դա շատ կարևոր է եւ դա հոգեբանական տրյուկ է, ինձ թվում է, որ որևէ մեկը մեղքը իր վրա չի վերցնում։ Օրինակ ես մեղավոր եմ, ես ընդունում եմ իմ մեղքը այս իրավիճակի, անկախ նրանից, որ Ես ինչ-ինչ հիշում եմ բոլոր իշխանությունների դեմ պայքարել եմ, բոլոր կոռուպցիոն ռիսկերը բացահայտելով թշնամիներ եմ ձեռք բերել, բոլոր իշխանությունների ժամանակ քրեական վարույթներ են, հիմա էլ կան քրեական գործեր, ասենք, հա, նախաձեռնված, այսինքն որ ասում եմ «Я сидел и прицарել», ես բոլորի պարագաներում եղել եմ որոշ մարդկանց համար տհաճ անձնավորություն, անհաճո անձնավորություն, persona non grata, բայց ես պայքարել եմ, բայց նույնիսկ այդ պայքարը վերցնելով ես գտնում եմ, որ քիչ եմ արել, ինչ որ մի բան սխալ եմ արել։ Իսկ բոլորը նստել են ինչ որ միտեղ ու սպասում են, որ մի ուրիշ մարդիկ սա պետքա փոխեն։ 50,000 հոգի գալիս են փողոց, գնում են, չգիտեմ, Կիրանց, հետո Կիրանցից գալիս են ստեղ, հետո գնում են տուն, ու այսքան տարվա մեջ այդ էներգետիկաները անընդհատ մսխվում է։ Փաստացի ժողովուրդը երևի թե չի էլ ուզում փոփոխություն, ես այդպես եմ կարծում, չի ուզում փոփոխություն, որովհետև ցանկացած մեկին կոմֆորտի զոնա է, որովհետև մեզ մոտ հացն է որոշում կացը, մենք անընդմեջ տեսնում ենք այն շրջիկներին, Մեզ լավ է, որ կրկեսը բացել են, գոնե սա գաստրալորները միտեղ, կան մարդիկ, որ բոլոր կուսակցություններում եղել են, կան մարդիկ, որ 2 ամիս ասում են, այս սրան սենց անենք, հետո չէ, սրան սենց ան, այսինքն այս վիճակը շատ բնորոշ է այն վիճակին, որը որ տիրում է հիմա,
Այսինքն հիվանդի վիճակը լրիվ համապատասխանում է հիվանդի դիագնոզին։ Մարինա, միջև Արցախի կորուստը ես որքան հիշում եմ, լրջորեն զբաղվում էր Արցախի ներդրումային հիմնադրամով Հիմա էլ եմ զբաղվում։ Հա, եւ ինչ բացահայտումներ կան։ Գիտեք ինչ, ուրեմն Արցախի ներդրումային հիմնադրամ ինձ սկսել է հետաքրքրել 16-17 թվականից։ Հա, երբ Արցախը դեռ մերն էր։ Դե իմ համար Արցախը միշտ էլ իմն է ու ես չեմ հանձնել ու մենք չենք էլ պարտվել պատերազմ, ուղղակի Արցախը այն ինչ որ 30 տարի նախատեսված էր Արցախի հետ, տրամաբանական ավարտին բերեցին բանտիկով հասցրեցին, որտեղ Արցախը երկար տարիներ եղել է լինելով մեր հոգու մի մասը, մեր հայրենիքի իմ համար կարևորագույն մասը, սիրտը, իրան օգտագործել են որպես կեղտոտ փողերի լվացման մատ որպես լվացկատուն իցավս ինձ եւ միշտ գալիս է ինչ որ մի պահ, երբ որ այդ փողերը ուտում են, հետո արդեն ամբողջ հաշվապահական փաստաթղթերը վերացնում են, այրում են ՍՊԸ-ն։ Սա էլ եղավ վաղճանը եւ Արցախի հանձնման մեջ, Արցախի կորուստի կործանման մեջ մեղավոր ենք բոլորս եւ մեղավոր են բոլորը, որովհետեւ 30 տարուց ավել մենք ունենք հնարավորություն Արցախը մեր երկրի մարզ ճանաչելու։ Այմա հարցա պետք տալ, ինչու հարցը, почему, why, ինչի, չէ։ Չէ կարող է Արցախը պետք է լիներ Հայաստանի մի մաս, այսինքն ամբողջ այդ 90-ական 88 թվականի շարժումը Իգոր Մուրադյանը եւ այլն որ սկսեցին, դա միակ լոզունգի տակ էր միացում, ոչ թե փողերի լվացում, միացում։ Եթե դա միացվեր եւ եթե ինքը լիներ ճանաչված հա պետություն, ապա այդ դրամական շարժը տենց հեշտ չէր լինի եւ ես ցավում եմ, որ բոլոր իշխանությունների ներկայացուցիչները, ստահակները Արցախը դիտարկեցին որպես չհաշվարկված այն ինչ որ մեր հայրենիքներ, անձամբ ինձ համար Արցախը դա իմ կյանքի մեծ մասն է, սա ուղղակի բառեր չեն, որտեվ հայրս արմատներով Արցախից ա եղել, ես եմ Երևանի ծնունդ եւ մայրս ա բնիկ Երևանցի, հայրս արմատներով Արցախից ա եղել, ես այնտեղ թողել եմ գերեզմաններ, տղաս գնացել է 44 օրյա, առաջի պատերազմին ունեցել ենք, ճանաչողները գիտեն Տիգրան Մեծջոկատ, Հաբ եւ այլն, շատ մեծ մասնակցություն։ Ի տարբերություն այն մարդկանց, ում համար Արցախը եղել է, որ գնան մի հատ թթի օղի խմեն, որտեղ Արցախի ժողովուրդը մի շատ հյուրասեր է եղել, մի հատ ժանգյալով հաց ուտեն, գնան մի հատ ամարած գանձասար մի երկու հատ սելֆի անեն ու ասեն մենք սիրում ենք Արցախը, չէ, Արցախը տենց չեն սիրում, էլի։ Չեմ ուզում շատ խորանամ, դա ինձ համար շատ ցավալի թեմա է եւ ես ամեն ինչ անելու եմ որպեսզի Արցախի ներդրումային հիմնադրամի փողլափածները եւ նրանց հովանավորները, որոնք այսօր էստեղ են եւ իրավապահ համակարգում են եւ շատ ավելի բարձր պաշտոնների, ոչ մենակ իրավապահ համակարգը, իրանք պետքա պատժվեն։ Ես եմ որ գիտեք ինչ, ասում են վադա կամին տոչիտ։ Ես կաթիլ էլ, ես ինքս Արցախի գեներն ունեմ, արցախցիներ ինձ լավ կհասկանան, ասում են տումար տված, պոզերը տնգած գնում է։ Ես երբևէ իմ ճանապարհից հետ կանգնող չեմ եւ չեմ կանգնել եւ վստահաբար ասում եմ, որ այնի ամեն օր ռեժիմով շաբաթը երկու անգամ բոլորի անունները հնչելու են, բոլորի արածները։ Ես ուղղակի անուն, ես բլոգեր չեմ, էլի, ես անուն տվող չեմ, այդ ամբողջը մեծ աշխատանք է։ Եվ տեսնենք, թե ինչ եմ ասում, որ վաղը այս դատախազը որ չլինի, ասի, ես չգիտեի, ես իրան ամեն օրյա ռեժիմով հրամցնում եմ, ԱԱԾ տնօրենը չասի, ես չգիտեի, երկրի վարչապետը չասի, ինձ սխալ են զեկուցում, քեզ սխալ են զեկուցում, ես ճիշտը բարձրաձայնում եմ, ու նայում են հարյուրավոր, հազարավոր մարդիկ ու ամենօրյա ռեժիմով։ Հա, իմ համար շատ ցավալի թեմա է, խոսքը գնում է մի քանի տարվա մեջ, ընդամենը մի հատված են վերցրել, մի դրվագով 468 միլիոն դոլարի յուրացման մասին։ Մի դրվագով։ Մի դրվագով։
Եվ հիմա իմ ծիծաղը գալիս է, որ սենց խրոխտ դեմքով դատախազության եւ այլ իրավապահ համակարգերի քրոնիկան ասում են մենք այսօր ձերբակալեցինք այն 102-ի տոնով է որ կար ժամանակին որ ժամը երեկոյան գալիս էր պապիկս բան նստում են որ նայեն թե ինչ ա եղել այդ նույն խրոխտ դեմքով որ 5 միլիոն դրամ տարած ես իմում 468 միլիոն դոլար մի դրվագով դրվել է ձեր սեղանին սիրելի տիկին դատախազ Սիրելի պարոն քննչական կոմիտեի նախագահ, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, ԱԱԾ-ն տրվել է նախկինում, չգիտեմ, այս նոր տնօրենին իրանք ինչ են արել, վառել են փաստաթղթերը, թե նոր տնօրենին տվել են, ես վստահ եմ, որ նոր տնօրենը պետք է անդրադառնա։ Այսինքն այդ ձեր 5 միլիոն մանր բաները, որ տենց խրոխտ դեմքով ասում եք, 468 միլիոն դոլար դրածա Ես գիտեմ, որ ուժայինները եւ հատկապես դատախազները քո թուլությունն են, դու միշտ Հա, սիրում եմ իրանց, գիտեք Համլետ ջան, սերը լինում է նուրբ, սերը լինում է դաժան, սերը լինում է սաստիկ, դե մեր սերն ուրիշ է, ըստ էության մեր սերը ոնց որ միակողմանի է։ Այո, մի դատախազ կար, քեզանից մի կերպ պրծավ։ Հիմա ինչ անում։ Չի, Արտուրը Դավթյան դարել է մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպան։ Իհարկե այս կոմիքսը էլի։ Սա է կոմիքսը։ Մեր երկիրը այս վիճակում է, որովհետեւ այն որ ասում է преступников тянет на место преступления։ Սա ֆռում է, ուզում է գանդե տենա ինչ կա։ Մենք էսենց լացակումած ու ողբալի վիճակում ենք, որովհետև Արտուր Դավթյանն կերպերը պետք է այսօր լինեին ճաղերի հետևում։ Այնիշ ճաղերի հետևում են տարբեր մարդիկ, մեկը Facebook-ով էս ասեց, մեկը չգիտեմ նենց նայեց, մեկը SNN։ Այն Արտուր Դավթյանը շարունակաբար նոյեմբերի 8-ին թե 18-ին չեմ հիշում, սա էլի Վան կենտրոնում պետք է խոսա մարդու հիմնարար ազատություններից եւ ժողովրդավարությունից։ Մի մարդ, որ եթե մեր երկրում փողերի յուրացման, փողերի լվացման, այսինքն անմեղ մարդկանց կալանավորման, գործ սարքելու բանն է ինքը, Պիֆագորն է, չգիտեմ ով է ինքը, այդ մարդուն ինչ որ մի քաղաքական ուժ հիմա որոշել է վերակենդանացնի էլիքսիրտը Արտուր Դավթյանին, բայց այդ էլիքսիրը տալով կարծում եմ այդ քաղաքական ուժը ինքը գնում է վերջնական կործանման։ Սա խայտառակություն է, սենց բան աշխարհը չի տեսել։ Մարինա, բայց ամեն անգամ երբ դու հիշում եմ լավ օրեր էին, գալիս էր մեզ հյուր Ամեն անգամ շատ հետաքրքիր բացահայտումներ էր անում։ Եվ մեր ունկնդիրը ասում էր, ինչու եք Մարինային շաբաթը մի անգամ հրավիրում։ Հրավիրեք ամեն օր, նա ասելիք շատ ունի։ Դե գիտեք, Համլետ ջան, բան չի փոխվել, ես ստաբիլ մարդ եմ, ուշ էլա փոխվելու համար։ Այդ նույն բացահայտումները հիմա էլ արվում, ասենք, նայեք, երբ որ ես հիմա կարող եմ մի երկու բան ուղղակի ասել, որ վաղուց չենք հանդիպել, եթե խոսքը գնում է բացահայտումներից, իրանք շարունակական բնույթ են կրում, ու դա իմ հեղինակայինն է, այսինքն ոնց որ Արտուր Դավթյանն էր իմ հեղինակային թիրախը, ու իրան պերեդաչ եմ, ես պետք է տանեմ, ուրիշ մարդ չպետք է տանեմ։ Համ իրա դատին ես ցուցմունք եմ տալու, համ իրա վրա հաղորդումն եմ ես տվել, այսինքն այդ բոլոր համերը ես եմ։ Հիմա այս Արցախի ներդրումային հիմնադրամ, նոր դատախազ, էլի ես եմ։ Գիտեք ինչ, մի շատ լավ սովորույթ կա կաթոլիկ եկեղեցիներում, երբ որ մարդիկ ամուսնանում են, ամուսնություն այդ առաջ երբ որ գնում են դեպի խորանը, հարցնում են, ասում են, եթե որևէ մեկը բան գիտի, որ կարող է խանգարել այս երկու զույգերի միասնության, ասի հիմա կամ լռի։ Դա շատ լավ բան է։ Հիմա նույն ձևի, երբ որ հիմա մանր-մունր ոտի տակ ընկնող քարեր Արտուր Դավթյանից են ուզում խոսան, ուզում ես ասես, այ քարկտիկի քար էլ չէ, կարմիր ավազի կռոշկեք,
Բա դուք այն ժամանակ, որ Արթուր Դավթյանը դատախազ էր, բա այն ժամանակ ասեիք, հիմա ինչի եք ասում, սա այդ նույն տրամաբանության մեջ է, որ ոչ թե ամուսնությունից հետո ասեն, այլ հիմա այն ժամանակ, հիմա նույնը երբ որ կա Աննա Վարդապետյան, կա քննչական կոմիտե ղեկավար, ես ասում եմ հիմա եւ ասում եմ, որ բոլոր գործերը մեր երկրում քննվում են բացառապես թերի, կոռուպցիոն ռիսկերով լի, ասեմ ինչի, նայեք Մեր, ասենք, մի հատ օրինակ բերեմ, որ իմ բացահայտումներն է։ Մենք խոսում ենք հանրությունը վայ Խաչատրյան Գագոյին ձերբակալեցին, կալանավորեցին կրեսլոյի վրա, կրեսլոյի տակա, դիվանի տակա, հիվանդանոցում, մեռնում ու չի մեռնում ոչ մի ձևի։ Սա էս ինչ տանջամահ է այս մարդը լինում։ Ես էս մի 6 տարի գիտեմ, որ ինքը մեռնում է։ Բայց տենց չի մեռել, էլի, ես ասենք նայում եմ։ Հիմա Խաչատրյան Գագո, նա տենց սութի մութի էպիզոդ Սանտա Ֆե կաֆեով դրեցին, ստորացրեցին, որ մենք տեսեք ինչեր ենք բացահայտում։ Ուրեմն այդ մենքը դուք պատկերացնում եք, լինեք դատախազությունը ինչքան կադր ունի, քննչական կոմիտեն ինչքան կադր ունի, ոստիկանությունը օպերատիվ հետախուզական, այդ բոլոր գերտեսչություններն է իրանց օպերատիվ հետ, հակակոռուպցիոն կոմիտեն, սաղ իրար հետ, են VS գրենք։ Մի հատ Մարինա Պողոսյան սենց սիրուն նստած իրա տեղը, բացահայտում է, որ ինչ Սանտա Ֆե, ինչ Մանտա Ֆե, ինչ Ամերիկայում ես իմ հեռավոր Ամերիկայում գտնվող ինչ-որ մի հատ առանձնատուն, բա դուք եթե քրեական վարույթ եք, այ տեսեք հիմա ասում եմ, այն ինչ-որ եթե դուք քրեական գործ, ասենք, որ մեր ժողովուրդը հասկանա, հիմա ինքը կոչվում է վարույթ, եթե դուք քրեական գործ եք քննում, քննիչներ եւ քնչուհիներ, այդ ամենամեծ ցավն է, էլի, սենց կիսահանված, կիսահագնված, դու խոսում ես ինքը իր մանիկյուրն է ուսումնասիրում, դրանց քննած գործն էլ այդ պետք է լինի։ Դու խոսում ես ինքը մտածում է, բայց կզանգի այդ տղեն, թե ես տենց է կմնամ իմ սենց մազերս երկար մինչև ստեղ հասնող են։ Տիպիկ, նույն է դեմքն ունեն, մտնում ես, պրոստը հասկանես, անուններն է տարբեր։ Ասենք նա ոնց կարող է գործ քննի Կամ ստեղ մեկ ուրիշ բան կա, կան հատուկ հովանավորներ, որ ասում են, ասենք, ձեր հաղորդման հովանավորը էս ինչն է, կոռուպցիայի հովանավորը մեր երկրում, այն ինչն է։ Կան հատուկ մարդիկ, որ ասում են Խաչատրյան Գագոյի գործը, պիտի քննեք այս թույլատրելի սահմաններում, այսքան, մի չրտ։ Այն մնացածը չլնեմ չիմանամ, որ դուք քննել եք։ Ու եթե մեկը հաղորդում կտա կգրեք վերացական է, առ երևույթ ես իմիշ չի բանանում, ես ասում են մարդիկ ում ծնունդն ա եղել վերացական էլ, իրանք առ երևույթ չեն է ծնվե, ժամանակավրեպ է։ Այս մի հիմար բան, մի ապուշություն ասելով։ Հիմա եթե ասում են մի հատ ասաբնյակ ունեն, մի հատ Սանտա Ֆե կաֆե ստեղ։ Ես մենակ հանել եմ Խաչատրյան Գագոյի 2 տղաների գույքը, որը դուրս ամենացել տիկին դատախազ Աննա Վարդապետյանի ուշադրությունից, պարոն քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի, հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Արթուր Նահապետյանի, իսկ վերջերս հակակոռուպցիոն կոմիտեն շատ լավ էր աշխատում, բայց չգիտեմ, երևի միգուցե կան ինչ-որ կարմիր գծեր, որ դրանից ավել ԱԱԾ, պարոն Անդրանիկ Սիմոնյան, այդ կարմիր գծից չեն ասնում։ Եթե ես կարողանում եմ գտնեմ, որ Խաչատրյան Գագոյի 2 տղան, մենակ 2 տղան, որոնք այտենց շատ մեծահասակել չեն, որովհետև չեն էլ աշխատել իրանց գիտակից կյանքում, ունեն 128 անուն գույք Հայաստանում։ Ու այդ գույքը մի հատ սենց փակ TV տաղավար չի, էլի։ Լուրջ գույքեր են, Բյուզանդի փողոց, Արամի փողոց, Եղվարդի մարզը ինձ թվում է սեփականացրել են, շուտով ոնց որ հիմա փողոցների անունն են փոխելու, Եղվարդը լինելով Խաչատրյան Գագոյի անվան մարզ։ Չէ, դա լացելու է։ Հիմա ուզում եմ հարց տամ մեր իրավապահ համակարգին 128 գույք, որը հասցեներով, անուններով, գիտենք, այդ մենք էլ չենք հաշվում բիզնեսները։ Բայց պարզվում է, որ Խաչատրյան Գագոյի 2 տղան որ պարզ չի ընդհանրապես իրանք ով են, ինչ են արել, ասենք դու ունես 128 հատ գույք, դու դաժե 128 հատ գույքի տողեր չես ունենա մի թղթի վրա գրած, ասենք ոնց, ու դատախազությունը ու քննչական ասում են, դա մեզ չի հետաքրքրում, մենք այս զուտ ես դրվագը, այսինքն, եթե հանցագործը գնացել է,
մարդուն բռնաբարել է, հետո սպանել է։ Հիմա իրանք քննում են սպանությունը, ասում են այդ բռնաբարությունը մեզ հետաքրքիր չի։ Բա այդ որ ասում են բազմակողմանի, օբյեկտիվ, անկողմնակալ, բազմակողմանի, բայց քանի որ մի մասի մտածելակերպը տափակ է, իրանք խորանարդ չեն տենում, իրանք մենակ այս առաջի ուղանկյունն են տենում, այն մնացածը չէ, կամ տափակ է, կամ ասել են դու տես տափակ դեմքով կնայես, այն մնացածը քեզ չպետք է հետաքրքրի, որևէ մեկը չի բացահայտել առ այսօր Խաչատրյան Գագոն ում միջոցով է լվանում իր մեծաքանակ գումարները։ Այդ մարդիկ հանրությանը բացառապես անծանոթ մարդիկ են, իր խնամին Դայան Սերոբ, այն խանութների ցանցի տերն է, որ Թուրքիայից ապրանքներ են ներկրում, Օկայձի, Սելիո, Մանգո, եսի ինչ։ Ինչ էլ հիշողություն ունես մա։ Ես շատ լավ եմ հիշողությունից, ես բոլորին եմ հիշում ու օրը մի քանի անգամ իրանց տնեցիքին եմ հիշում։ Էդ էլ եմ հիշում, պրոստը դրա մասին չեմ բարձրաձայնում, տենց որ հիշում եմ, ասում եմ ես քուսեն, տենց հիշում եմ տնեցիքին։ Հիմա նայեք, Խաչատրյան Գագոյի մասին գործ են քննում, տղաներին թողել են սենց սութի մութի, չեն նայում, ասեն այս մարդը, այս միլիարդները յուկոմ, դուկոմ, նակոմ, ovկոմ, այս սաղ սենց թողը, բա ոնց է լվանում այս փողերը, ու չեն ասում, վայ, իրա խնամին է լվանում, մայկա տրուսիկ ծախելով, մայկա տրուսիկ ծախողը շենքեր է փորձում կառուցի, այդ շենքերում կռան է շուռ գալիս, դե որտեվ նա կարա ասի տրուսիկի ռեզինը քանի սանտիմետր է, որ Թուրքիայից բերում է, պապենական առևտրական են եղել, շոր ծախող, մեկ է տեսնում ես ինքը Ղափանցյանում շենք է սարքում այդ Ադոնցի կողմը, ունդեղ կռան է շուռ գալիս, մեկ է տենում ես, որ այդ կռանը շուռ է գալիս, Խաչատրյան Գագոյի մյուս լվացարարը պռաչկան է հայտնվում, որ Դայան Սերոբի մեջքին կանի Կարեն Դավթյան, դա էլ Երվանդ Զախարյանի հետ հիմա դատվողն է, որ դատվում է մի էպիզոդով երիտասարդության պալատի, ես հենց ասում եմ, հետո հաթաթ մի օր բան կանենք, էլի, չեն ասում, Դավթյան Կարեն, դու մի հատ կողմնորոշվի, դու Երվանդ Զախարյանի փողերն ես լվանում, թե Խաչատրյան Գագոյի, այ մարդ կնիկը իր մարդու ոտերն է միշտ լվանում, չի ասենք մեր հին ավանդական, չի կարա թաղիսաղ մարդկանց ոտերը լվա, թե չկասեն, այս ինչ անբարոյական է, հիմա սրանք որտե փող են տենում, լվանում են, մեկը չի ասում, այ Կարեն Դավթյան, դու որ ես Երվանդ Զախարյանի հետ հիմա դատվում ես, մի հատ կուտի էպիզոդով, ոնց որ Սանտա Ֆեն է այս սրանց Բա այն մնացածը, այդ ոնց է ստացվում, որ Կարեն Դավթյան, դու սաղ կյանքդ ավականի ես եղել, քաղաքապետոկրա, թող աշխատավարձդ 500,000 դրամ լինի, դե շատ եմ ասում էլի 2002-3 թվերին, քեզ որտեղից, աղջկատ, որ ասենք հիմա նոտարը, որտեղից այդքան բան, կնգատ, որտեղից, կարող ենք ասի, ես չեմ աշխատում, կնիքսա գիշերներն աշխատում, բերում, սրանցից ամեն ինչ հնարավոր է, բայց պի հասկանանք, այդքան միլիոնը, 15-ից ավել շինարարական կազմակերպություն եւ ամենամեծ եւ ամենաաղմկահարույց Պալադա Ծաղկաձորի կազմակերպությունը, որի շուրջ սենց շատ հետաքրքիր միստիկ բաներ է պատտվում, որ այդ Պալադա նրա համար, որ Կարեն Դավթյանը չդատվի, Պալադայի 25%-ը տվել են ներկա իշխանության ներկայացուցիչներից մեկին։ Ես դա ասում եմ Անունը չես ուզում ասել։ Ասեմ, երբ որ փաստաթուղթը, ես ինչ որ խոսում եմ, իմը փաստաթղթավորված է։ Դրա համար ես ասում են։ Թերթերում էլ կա հրապարակումներ, բայց ես երբեք ուրիշի հրապարակմանը չեմ անդրադառնում, մինչև ես ինքս բան չանեմ։ Այսինքն ասածս ինչ է, մենք այս վիճակում ենք, որովհետև փողը կապելա նախկին, ներկա, ապագա, հիմա հարց տամ, էլի հարց տամ։ Այդ նույն ասենք Կարեն Դավթյան, Զախարյան Երվանդի հետ դատվող փող քաղաքապետը։ Ըստ էության, եթե մենք վերցնենք այս կարմիր գիծ, ինքը նախկին է, չէ՞։ Այո։ Հա։ Բայց նախկինի շենքի լենտերը կտրում են ներկաները, իրանց տան մեծ մկրատներով, ղրտ։ Պալադայի մեջ 25% փա են մտնում ներկաները,
փողը լինի, ասում է ձենգին նի պախնուտ, եթե դաժե ասում է տատուտ թումբանի միջից ես անե, ոչինչ բեր, նի պախնուտ անի, ջանդամ թե տատըտ մի 4-5 ամիս էլ չեր լվացվե։ Ինչ տարբերություն, էսա, չէ, իրականում… Դաժան հումորը։ Դաժան չի հումորը, շատ ճիշտ բան եմ ասում, սա է խնդիրը, որ մենք փակողո մեջ ենք հայտնված ու երբեք մենք առաջ չենք գնալու, տենց սութի մուտի պատվերով 50,000 հոգի դուրս կգան, հետո կասեն, մենք էշ էինք, էշեք գնացեք գոմ, այ կակրած հացահատիկը բերել են կենթանիների համար, նստեք կերեք, մարդը 18 տարեկանից բարձր տարբերվում է նրանով, որ ինքը գնահատում է, հասկանում ասում, այս սրա հետևից գնամ ինչ անեմ, գնամ ինչի եմ հասնում, իրանք բոլորը, նայ, մեր ժողովուրդը բոլորս նստած մի հատ չոբան են սպասում, մի հատ հովիվ, որ պիտի գա ասի գնացինք, բայց այսինքն մենք փաստացի անմեղսունակ ենք, մենք ինքներս չունենք մեր սեփական մտածելակերպը, մեզ չոբան ա պետք, որ գոռա հոյ մամա հռ հետևից ոչխարի պես գնանք։ Այդ նույն ձևի կարելի է ուճուր ժամանակ եթե սրանք նայել են, սրանք տունը տելևիզոր ունեցել են, Նիրսի դուդեչկաներ, չէ, ինքը նվագում էր, առնետները գնում էին կործանման։ Հիմա եթե դու պրոստը չոբան ես ուզում, որ ալարում ես հետույքդ բարձրացնես դիվանից, ալարում ես գիրք բացես կարդաս, քո մտքի ամենամեծ զեղումը դա 4 տողանոց կոմենտ գրելն է լատինատառն էլ հայերեն էլ չգիտես, այսինքն դու գիրք չես բացում կարդաս, դու պատմություն չգիտես, դու չես ուզում արարես երկրի համար։ Դրա համար ասում են մեղքը գցենք չոբանի վրա, թող մի հատ թազա չոբան կա։ Որ չոբանն էլ եկավ Հայաստան, չոբանը ինչի համար է, տանի արածացնի, վերջում մորթեն ուտեն։ Տանելու են մեզ արածացնել, մորթեն ուտեն, քանի դեռ մենք ամեն մեկս մեր երկրի սեփականատերը չենք։ Մեր հողի համար մեր սիրտը չի ցավում, ոնց որ Արցախի համար։ Ես մի քանի անասուն գիտեմ, որոնք այսօր կուսակցություններ են բացել, ես դա թողնում եմ, նախընտրական հենց քարոզը սկսեց, այդ ծանրաքաշ տավարներին տապալելու եմ ես, որովհետև տեղերն էլ եմ հիշացնելու, որ 16-17 թվին մեկը թող հիշի, հիմա ինքը լավ կհիշի, Լոռու մարզում մի հատ տեղ նստած հաց ուտելուց ոնց էր տավարը որոճալով, ասում դե թող Արցախը հանձնեն պրծնենք։ Գալու է ժամանակը բոլորի նախընտրական, այ էս են, հասկանում ես, իսկ հիմա այդ մեծա մի քանի տոննանոց տավարը, որ կուսակցությունը առաջնորդում, կարող է վաղը փորձի ծկել, թա միտեղ ռուպր վերցնի, չէ, Արցախի անուն տա։ Հենց տվեց Լեն Սիլայ ուտելու իմ կողմից խոսքերով։ Հիմա ասածս ինչ է։ Մենք էլ ժամանակ չունենք։ Եթե մենք չենք կարող կողմնորոշվենք, թե որն է մեր երկիրը, մենք ոնց ենք մեզնից փող գողացողին պատժում։ Հասկանում ես, մենք չենք պատժում։ Իսկ այդ անպատժելիությունը ծնում է, այս նույնի վերարտադրությունը։ Հիմա նայ, եթե մենք այդ չանենք, մենք արդեն վերջ էլի։ Ուրեմն մենք իրավունք չունենք պետականություն ունենալու, որտեվ պետականություն ունենալու համար մենք պետքա պետականամետ լինենք, մենք պետքա պետական մտածողություն ունենանք։ Այն ձեռքը, որ մտնում է քո գրպանը, պետք է կտրես։ Այ եթե Արտուր Դավթյանը դատված լիներ, Աննա Վարդապետյանը տեսնելով նախկինի պատիժը, այլ կերպ չէ կվարվեր։ Բայց մարդիկ տեսնում են, Արտուր Դավթյանն է, որ տեսներ Աղվան Հովսեփյանի պատիժը, ստից ինչ-որ ձևական, ամեն մեկի արածից այ այսքանը վերցրել են ու լուրջ կորմ, մենք քրեական վարույթներ, 18 թվին եղել է այդ գործողությունը, չգիտեմ անունը հեղափոխությունա, տեղափոխությունա, թե գումարելների տեղերը փոխվելուց գումարը չի փոխվումությունա, չեմ կարող ասեմ ինչ ա եղել։ 7 տարի է անցել, 7 տարի, 7 տարվա մեջ մի հատ կոռումպացված կռիս չի հայտնվել Բերդում։ Սենց շարունակաբար դատեր ա գնում մինչև տենանք ինչ կլինին։
Մարինա, Էս շատ տխուր է, մենք էլի որ հանդիպենք բնականաբար ամեն մի էպիզոդը չես կորել։ Հա, ամեն մի էպիզոդը կարելի է այս նույն Գագիկ Խաչատրյան, Կարեն Դավթյան, չէ, բա ես հեսա այսքանի օրը Կարեն Դավթյանի ճակատին եմ ճպացնելու իր ունեցածը։ Դե ինչ ասեմ, հասկանում եմ, որ դատախազությունից հովանավորներ կա։ Մենք պայմանավորվում ենք ամեն շաբաթ մենք կունենանք հանդիպում Մարինա Սիրով, Պողոսյանի։ ամեն շաբաթ էլ եթե չլինի, որտեվ իրականում շատ ծանրաբեռնված եմ, գոնե ամսվա մեջ 2 անգամ կհանդիպենք եւ այդ ամեն ինչը փաստերով, նկարներով, թղթերով կարող ենք ներկայացնել։ Դե ուզում եմ դու այսպես վստահ լինես, որ փաստերի անակնկալների եւ կարծիքների հերոստալիքը Փակտիվին միշտ քո կողքին է։ Ես չեմ էլ կասկածում եւ շատ կուզենամ, որ հետևորդներն էլ ասենք իրենց կարծիքները գրեն հա տակը եւ ասեն թե ինչա, այսինքն ինչ են ակնկալում, որտեվ այս կոռուպցիոն սկանդալները շատ են եւ ի սկզբանե ասեմ, որ որևէ քաղաքական թիմի չեմ միացել երբևէ իմ ամբողջ այս կենսագրության մեջ չեմ միանալու որովհետև նախ չեմ սիրում եւ ամենակարևորը ինձ թվում է մեր երկրում 60 տարի կոմունիստների օրոք ա եղել մի թիմ 88 թվից էլի մի թիմա Պրոստը տենց ասմացիպեր յա Նատաշը շորերը փոխում գալ ասմացիպեր յա Նատաշը մեկի մի քիչ ասմացիպեր յա Սվետլանա Պայմանավորվեցինք։ Էսա, նենց որ սիրով կհանդիպենք, ես կարծում եմ սա վաղուց մեր սպասված առաջի հանդիպումներ, տեսնենք թե հետևորդներն էլ, չէ, ինչ կուզենան լսեն, ինչի մասին եւ փորձենք իրենց այդ հրամցնել։ Կոմենտներից մենք արդեն հետևություն կանենք։ Շերի բարեկամներ, դե դուք հասկացաք, որ Մարինա Պողոսյանը միշտ Մարինա Պողոսյան է, անուղելի լավատես, անուղելի ամեն ինչ հայտնաբերող, անուղելի բացահայտող եւ իհարկե անուղելի հայասեր։ Այսօր այսքանը, ցտեսություն։